Ձայն, այն ենթադրում է որոշակի կանոնակարգում, թե ոչ, եւ երկրորդ, արդյոք այս ծրագիրը, որ իրականացում է կամ նախաձեռնությունը, ունի աղերս հնարավոր կոռուպցիոն դրսևորումների հետ, թե ոչ, փոխարենը վիրավորանքներ ներկայացնելու կարող եք շատ լավ հնարավորություններ ելնեիք պարզաբանեիք այդ հարցերին, պարզաբանեիք այդ հարցերը, բացատրեիք, հանրությանն էլ է պետք այդ հարցերի պատասխանները, երկրորդը, այս ամբիոնից հնչում են մեղադրանքներ, որոնք որ ուղղված ինձ եւ ընդդիմադիր հատվածին անընդհատ, որ մեր իբր բարձրացված հարցերը ոչ մի աղերս չունեն հանրությանը հուզող հարցերի հետ։ Եթե աղերս չունեն, բան չեք դες ջղաձգվում, ընչեք դες լարվում, ընչեք վիրավորում։ Իսկ հարցերը շատ պարզ են, կոռուպցիոն բնույթի հնարավոր հարցադրումներ, հնարավոր կամ առերևույթ հանցագործությունների մասին հայտարարություններ, որոնք կարիք ունեն ոչ թե հայախառը հակադարձությունների, այլ փաստարկված հակադարձությունների։ Փոխարենը այստեղ բերվում է, անընդհատ վկայակոչվում է Ռոբերտ Քոչարյան։ Ռոբերտ Քոչարյանը այս, Ռոբերտ Քոչարյանը այն, եւ ես ուզում եմ հիշեցնել, դուք եք գեներացնում Ռոբերտ Քոչարյանը 4 միլիարդ դոլարի կարողություն ունի։ Դուք եք գեներացնում եւ դուք տարածում եք։ Հիմա հանրությանը պատասխան եք, ուր է 4 միլիարդը։ Ուր է։ Օթում է, թե չկա։ Պարոն Նահապետյան, այս հայտարարությունը դուք նաեւ պիտի հիմք ընդունեք։ Երբ որ մարդիկ այս ամբիոնից եւ ոչ միայն այս ամբիոնից լրատվամիջոցներով կեղծ եւ սուտ լուրեր տարածելով հետագայում փորձում են հիմքեր ստեղծել եւ մի հատ էլ հրեշի կերպար դարձնել ու սկսել պայքարել այդ հրեշի դեմ։ Իրականում այդ հրեշները այդ կերպար ստեղծողներն են։ Ոչ թե մարդը հաղթանակած նախագահը, այո, ես բազմից եմ ասել, ել եմ ասելու։ Եվ որի կառավարման տարիներին ադրբեջանական որևէ անձ չէր կարող ռիսկ անել պատերազմ սկսել կամ ռազմական ակտիվ գործողություններ սկսել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության հանդեպ։ Փոխարենը անընդհատ ինչ որ սկսել են նոր մեղադրանքներ։ Իրենց կառավարման տարիների կատարված հանցագործությունների մեջ նորից ընդդիմությունն է մեղավոր։ Տեսեք, նոյեմբերի 9-10-ը այդ այլանդակ դրսևորումները, որի վերաբերյալ էլի խոսել են, եւ էլի ասվում է, որ Արարատ Միրզոյանին նկատմամբ սպանության փորձի մասով։ Լսեք, բացահայտեք դա։ Իսկ կարող է հանկարծ այդ բացահայտումը բերի այսօրվա իշխանության հետքերին։ Կարող է տենց մի հատ իրավիճակ առաջանա։ Ես հույս ունեմ, որ այս հարցադրումները, որ հնչում են, բովանդակային եւ ամբողջական հակառակ փաստարկումներով կներկայացնեք, ոչ թե նորից փորձեք ներքաշել, այլ ոչ հարիր այս ամբիոնին խոսակցությունների եւ հայտարարությունների մեջ։ Մյուսը ապօրինի գույքի մասով։ Տեսեք, բազմից ենք ասել։ Բազմիցս այս ամբիոնից ես երևի մի 10 անգամ արդեն ասել եմ, ապօրինի գույքի վերաբերյալ օրենքի մեր վիճարկման նպատակը եղել է, որպեսզի այս օրենքի կարգավորումները գնահատվի սահմանադրականության համապատասխանության տեսակետից։ Եվ սահմանադրական դատարանը անգամ այսօրվա կազմով կարողացել է երկու կարևոր հաստատում տալ։ Իհարկե դա շատ ուզենալու դեպքում չեն էլ կարող այլ հաստատում չտալ, որովհետև մի այդ որոշումներ կան։ Չեն կարող մի այդ որոշումներից դուրս գալ, բայց անգամ այդ երկու հաստատումները հիմնավորում են մեր այն մտահոգությունները, որ չի կարող այն, ինչ իշխանությունը հայտարարում է ապօրինի, ինքը ապօրինի լինի, գոյություն ունի իրավունքի գերակայության սկզբունք, սեփականության պաշտպանության սկզբունք, եւ այս սկզբունքների ներքո պետք է այո ապօրինի գույքը, եթե գույքը ապօրինի է, պետք է վերադարձվի պետությանը, հանրությանը։ Բայց դուք ոչ են եք անում, այս ամբիոնը օգտագործում եք անընդհատ կեղծ, սուտ, իրականության չհամապատասխանող հայտարարություններ անելով։ Ինչի՞ համար դրանով օգնում եք մեր քաղաքացիներին, ոչ։ Վստահեցնում եմ, որ ոչ էլ ձեր էլեկտորատին եք օգնում։
Առավել ևս Հայաստանի Հանրապետությանը չեք օգնի, որտեղ մեր բոլորի երթման տեքստում ուղիղ տեքստով ուղիղ գրված է նպաստել սահմանադրության պահպանմանն ու կատարմանը։ Իսկ սահմանադրությունը շատ պարզ բան է ասում. առաջնորդվել իրավունքի գերակայության սկզբունքով, այլ ոչ թե սեփական նեղ խմբային քաղաքական շահերով եւ անընդհատ կրկնելով, տալով նախագահների անունները, դրանով դուք չեք նպաստում հանրապետության ուժեղացմանը։ Դրանով դուք վստահաբար չեք ստեղծում հիմքեր ապագայում ինչ իշխանություն էլ ձևավորվի, շատ ավելի արդյունավետ առաջ գնալու համար։ Դուք դրանով ընդամենը հիմքեր եք ստեղծում եւ հաստատում եք այն միտքը, որ դուք անընդհատ կործանում եք բերում մեզ բոլորիս, մեր երկրին, մեր պետությանը, մեր պետականությանը։ Հարցեր շատ կան, բայց ժամանակը թույլ չի տալիս, որ կետարկետ անդրադառնան բոլոր ուրեմն այստեղից հնչած մերկապարանոց իմ գնահատմամբ հայտարարություններին կամ մեղադրանքներին։ Անընդհատ ինչ-որ դրվագներ եք հիշեցնում, անընդհատ ինչ-որ դրվագներ եք բերում, անմեղության կանխավարկածի հերիք չէ, հերն անիծել եք։ Նույնիսկ դրա մասին անդրադառնալով նաև զեկույցին, պարոն Նահապետյան, հանձնաժողովը նիստում եմ ասել այդ մասին։ Չի կարելի ուղղակի 10 դրվագում անուններով նշել առերևույթ հանցագործության դրսևորումների մասին, այն դեպքում, երբ որ այս գործերը դատական վախճան պիտի ունենան։ Կամ եթե չեն ունենալու, ձեր մոտ են ուրեմն ավարտվելու։ Ոնց կարելի է մարդկանց անունները նշել այստեղ հրապարակվող պաշտոնական փաստաթուղթ եւ այս ամբիոնից էլ մարդկանց ներկայացնել մեղադրանքներ ու ասել, որ մեղավոր են, հանցագործ են, են։ Դրա համար գոյություն ունի դատարան, դրա համար գոյություն ունի արդարադատության համակարգ, դուք կարող եք ընդամենը ենթադրություններ անել։ Այդ ոնց է լինում, երբ որ ձեզ հարց ենք տալիս, ասում ենք, «Էս ինչ դեպքով վարույթ կա նախաձեռնված, թե չէ», ասում եք, դա գաղտնիք է։ Անհատական տվյալների շրջանակներում, պետական գաղտնիքի շրջանակներում, այդ որ դեպքի մասն եք հարցնում, առանց նույնիսկ անվանական անուններ հնչեցնելու առաջարկի։ Բա ստեղ մարդկանց անուններ հնչեցնելը ձեզ սկի չի հուշում, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած։ Թե այդ հրեշները մենակ ընդդիմադիրների մեջ պիտի փնտրել։ Այս մեծ հատվածի վրա իշքան այդ նույն գնահատման հրեշներ են նստած կամ նստած էին հիմա այլ պաշտոնների վրա են։ Բազմաթիվ անուններ կարող ենք հնչեցնել։ Ես ուզում եմ իմ խոսքն ավարտել շատ կարգին մի մարդու խոսքով, շինարար հայր ու որդի Արսեն Թորոսյան, չշփոթեք պատգամավորի հետ, եւ իր հայրը Կորյուն Թորոսյանը, վարպետը շատ հետաքրքիր խոսք էր ասում, ասում էր, որպես շինարար նաեւ մարդ, ասում էր, այս գործը նես պիտի արվի, որպեսզի հետագայում եկողը, նայողը, տեսնողը ոչ թե անիծի հայոյի, այլ փառք տա եւ օրհնություն մաղթի գործը անողին։ Դուք այս խորհուրդը ընդունեք ձեր համար որպես ուղենիշ եւ ապրեք, գործեք ու շարժվեք այդ ձևով։ Այն ինչ որ դուք եք որտեղ գրում, ոչ մի աղերս չունի Հայաստանի Հանրապետության ուժեղացման հետ։ Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ ողջունել Արարատի